Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գլխավոր դատախազությունը պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2024 թվականին շարունակել է ուսումնասիրությունները եւ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել 435 ուսումնասիրություն, հայտնաբերել 328 իրավախախտում։ Ուսումնասիրությունները ընդգրկել են պետական եւ համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ու քաղաքաշինության ոլորտները։ Հաշվետու եւ նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ, դա մոտավորապես 7 միլիոն 69 հազար ԱՄՆ դոլար է։ Կազմում շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք։ Այստեղ կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ խոսքը շուկայական արժեքի մասին չէ, շուկայական արժեքը մի քանի տասնյակ անգամ կարող է գերազանցել իմ կողմից նշված թիվը, խոսքը մոտարկված կադաստրային արժեքի մասին է։ Նշեմ մի քանի գույքեր, որոնց նկատմամբ վերականգնվել է պետության սեփականությունը վերջնական դատական ակտերով եւ այդ գույքերը ամրացվել են Տկեն պետգույքի կառավարման կոմիտեին։ Դա Երևան քաղաքի Կողբացի փողոց 36/3 հասցեում կառուցված համալիրի առաջին եւ երկրորդ հարկերից շուրջ 240 քառակուսի մակերեսով տարածքների սեփականության իրավունքն է եւ այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը։ Սա հայտնի Չայկովսկու դպրոցի կաթսատան երևի բազմիցս լսած կլինեք տարածքն է։ Նշված տարածքների շուկայական արժեքը կրկին նախնական գնահատմամբ մոտ 1 միլիարդ դրամ է։ Իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարը մոտ 38 միլիոն դրամ։ Նշեմ, որ գույքը ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով եւ ներկայումս այդ վարձակալության պայմանագրերի կողմ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը եւ ստանում վարձավճարները։ Բացի այդ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնո աղբյուր թաղամասի թիվ 27 հասցեում գտնվող 0.49 հեկտար մակերեսով եւ նույն թաղամասի թիվ 28 հասցեում գտնվող 0.49 հեկտար մակերեսով շուրջ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 24 թվականի մայիսի 8-ին գույքն ամրացվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնո աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող կրկին հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ կես հեկտար մակերեսով 9 միլիոն 338 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կրկին վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 24 թվականի դեկտեմբերի 27-ին գույքն ամրացվել է Տկեն պետգույքի կառավարման կոմիտեին։ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արձական բնակավայրի 22 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ շուրջ 3 հեկտար մակերեսով 86 միլիոն 625 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 25 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է Տկեն պետգույքի կառավարման կոմիտեին։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26700 քառակուսի մակերեսով եւ նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 427 միլիոն 62 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ 26400 քառակուսի մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 25 թվականի փետրվարի 13-ին երկու գույքերն էլ ամրացվել են պետգույքի կառավարման կոմիտեին։ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ 12400 քառակուսի մակերեսով 730 միլիոն 462 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կրկին վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 25 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին։
Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող կես հեկտար մակերեսի եւ նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0.49 հեկտար մակերեսի յուրաքանչյուրը շուրջ 9.380.000 դրամ շուկականին մոտարկված կադաստրային արժեքով կրկին հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունք։ 25 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են պետգույքի կառավարման կոմիտեին։ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող կրկին հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ 2 հեկտար մակերեսով 37.554.000 դրամ շուկականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 25 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին։ Կան մի շարք գույքեր, որոնց նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Դրանք են Կոտայքի մարզի Նայրի Քասախ համայնքի Չարենց փողոցի 13 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0.08 հեկտար մակերեսով 5.474.000 դրամ շուկականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Կոտայքի մարզի Նայրի համայնքի սեփականության իրավունքը։ Մերձավան բնակավայրի երկրագործների 9 հասցեում գտնվող ընդհանուր 16.347.000 դրամ շուկական մոտարկված կադաստրային արժեքով 63.2 քառակուսի մետր մակերեսով տնտեսական շինության 70.2 քառակուսի մետր մակերեսով ծածկի ու շինության զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.3 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիր մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը։ Մերձավան բնակավայրում գտնվող 3 միլիոն դրամ շուկական արժեքով 0.35 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ կրկին վերականգնվել է Փարաքար համայնքի սեփականության իրավունքը։ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մանիշկա բնակավայրում գտնվող Այստեղ կարող է ձեզ համար տարօրինակ թվալ շուկական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 150.000 դրամ է, բայց առիթն օգտագործելով պարզաբանեմ, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուկական արժեքը մեր կադաստրի կոմիտեին մոտարկված չի հաշվում եւ մաքուր կադաստրային արժեքն ենք այս դեպքում նշում, դրա համար օրինակ 0.7 հեկտարի պարագայում ընդամենը 150.000 դրամ շուկականին մոտարկված կադաստրային արժեք է, իրական շուկական արժեքը կրկին մի քանի տասնյակ անգամ ավել է։ Այս հողերի նկատմամբ վերականգնվել է Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը։ Ընդհանուր, եթե ամփոփեմ, 24 թվականին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 211.000 դրամ շուկականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ։ Բացի սա, 2024 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը եւ համայնքներին են վերադարձվել մի շարք գույքեր։ Դրանք են բազմիցս քննարկված Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նարեկացի փողոց 3 հասցեում գտնվող 29.82.580 դրամ շուկականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը եւ շինությունները հայտնի Գավառի մանկատան այգին եւ դրա վրա ապօրինի կառուցված կառույցը, որը փոխանցվել է պետգույքի կառավարման կոմիտեին եւ հետագայում տրամադրվել է օգտագործման իրավունքով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Իջևան համայնքին է վերադարձվել շուրջ 3 հեկտար մակերեսով 5 հողամաս։ Տավուշի մարզի դատախազությունը պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով ձեռք բերված տվյալները հարցումներ է կատարել կադաստրի կոմիտե ու պարզել, որ Տավուշ միջազգային հայրենակցական միությանը Տավուշի մարզում անհատույց տրամադրվել են 5 հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ։ Դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքին, վերոնշյալ հողամասերը համայնքի օգտագործմանը վերադարձնելու նպատակով։ Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից դատախազի գրության հիման վրա ձեռնարկված գործողությունների արդյունքում Իջևան համայնքին են վերադարձվել ընդհանուր 3.18 հեկտար մակերեսով 5 հողամաս։ Արադ համայնքին են վերադարձվել Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական եւ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքեր։ Շիրազի փողոցում գտնվող շուրջ 55.5 միլիոն դրամ արժեքով եւ ամսական 115.000 դրամ վարձավճարով վարձակալության հանձնված 0.37 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածքը եւ դրանով ծանրաբեռնված 1211.7 քառակուսի մետր մակերեսով պահեստները։ Շիրազի փողոցում գտնվող 759.000 դրամ արժեքով 0.06 հեկտար մակերեսով բնակավայրի
նպատակային նշանակության հասարակական կառուցապատման տարածքը։ Շիրազի փողոցում գտնվող շուրջ 22 միլիոն դրամ արժեքով ամսական 445,000 դրամ վարձավճարով վարձակալության հանձնված 0,09 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածքը եւ դրանով ծանրաբեռնված 416,6 քառակուսի մակերեսով նախկին գոլտնտեսության շենքը։ Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 19-ին Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի վատնման եւ փողերի լվացման փաստերով քննվող քրեական վարույթի շրջանակում միջնորդագիր է հասցեագրել Արարատի մարզի Արարատ համայնքի ավականուն Ավշար բնակավայրի Շիրազի փողոցում գտնվող վերոնշյալ 3 անշարժ գույքերը օտարելու վերաբերյալ 2001 թվականի փետրվարի 25-ի, 2005 թվականի օգոստոսի 23-ի եւ 2007 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Ընդհանուր եթե ամփոփեմ 24 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը եւ համայնքներին վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 107 միլիոն 341,000 դրամ։ 2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանը ներկայացվել 44 հայց։ Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը 96 միլիարդ 961 միլիոն 344,000 դրամ է։ Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ, 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն։ Այստեղ կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ արգելադրված գույքերի եւ իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատման փուլում է գտնվում, այսինքն հայցագինը մի քանի անգամ կարող է ավելանալ։ 24 թվականի ընթացքում գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն։ Հիշեցնեմ, նույնքան համաձայնություններ կնքվել էին անցած տարի, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, շուկայական արժեքը 2 միլիարդ 18 միլիոն 400,000 դրամ է։ Իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972,000 դրամ, որից 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխանցվել է 515 միլիոն դրամը։ Հիշեցնեմ, որ 23 թվականի հաշտության 4 համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն էր փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց ընդհանուր շուկայական արժեքը կազմում էր 2 միլիարդ 102 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները ընդհանուր 80 միլիոն դրամ էին։ 2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ։ Վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակավայրի եւ Կոտայքի մարզի Առինչ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ։ Գույքերը 25 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին։ Բռնագանձման ենթակա 50,720 եվրոին համարժեք դրամը եւ 878,000 դրամը արդեն փոխանցված են վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Հիմա կարճ կբարձրաբանեմ նաեւ սա ինչ հաշվի համար է, իսկ մնացած 55,8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով հակակոռուպցիոն դատարանից ստացված կատարողական թերթը ուղարկվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 21 թվականից մինչ օրս Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող շուրջ 150 հայցադիմումներով արգելանք է դրված 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782,000 դրամի վրա։ Արգելադրված գույքերի եւ իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը նույնպես գնահատման փուլում է գտնվում։ 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 330,000 դրամ է։ Հիշեցնեմ եւ անդրադառնալով նաեւ այդ վերականգնված միջոցների միասնական հաշվին, դες հիշեցնեմ, որ 24 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ է այդ հաշվեհամարը ստեղծվել կառավարության որոշման մասին է խոսքը 2022 թվականից աշխատանքներն իրականացվում են եւ վերջնական միասնական դիրքորոշումը հաջողվեց ամփոփել 24 թվականի վերջին։ Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական եւ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվելու են ֆինանսական նախարարության կողմից կառավարվող վերականգնված միջոցների միասնական հաշվին։
Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված դրամի վերաբերյալ ըստ նախաքննական մարմինների տարբերակման։ Ենթադրում եմ իմ ժամանակն արդեն սպառվում է, ամփոփելով նշեմ, որ 2024 թվականի ընթացքում ընթացիկ եւ ավարտված քրեական վարույթներով, դատարանում ավարտված քրեական վարույթներով, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին է վերադարձվել շուրջ 134 միլիոն 729 հազար ամերիկյան դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց, զուտ համեմատելու համար հիշեցնեմ, որ 23 թվականին 113 միլիոն 386 հազար ամերիկյան դոլարին համարժեք 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոցներ էին վերականգնվել։ Հարգելի գործընկերներ, դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, ինչպես նշեցի, հրապարակվել էր մոտ 1 ամիս առաջ եւ այս ընթացքում տարբեր գործընկերների տեսաբան եւ պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրագրողների կողմից ազդակներ ենք ստանում, որ հաղորդման մեջ ներառված տեղեկություններն իրենք օգտագործում են որպես ուսումնասիրության աղբյուր։ Եթե նկատել եք, մենք այս տարի հաղորդման ձևաչափն ենք փոխել, հաշվի ենք առել նախկինում մեզ ուղված թե հաղորդումների ներկայացման ժամանակ հարցադրումները, թե հետո գրավոր ընթացակարգով ձեր կողմից ստացված հարցադրումները եւ փորձել ենք ավելի շատ վերլուծված եւ ավելի շատ փաստահեն տվյալներ ներկայացնել եւ ավելի մատչելի դարձնել տեղեկատվությունը ընթերցանության համար։ Իհարկե այն ծավալուն է, 180 էջի գերազանցում է, բայց յուրաքանչյուր պարբերություն պարունակում է անհրաժեշտ ինֆորմացիան եւ չկա հարակից, այսպես ասած, ուշադրությունը շեղող տեղեկատվություն եւ ամփոփելով խոսքս կցանկանամ շնորհակալություն հայտնել ուշադրության համար եւ շնորհակալություն հայտնել նաեւ իրավապահ համակարգի մեր բոլոր գործընկերներին, ում համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել այս արդյունքների արձանագրումը։ Շնորհակալ եմ։